So I'm very happy. Այսպիսով ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, որ փրկվեցինք։ Արագածի ձնահյուսում հայտնվելուց փրկված 8 իսպանացիներից մեկն է Ջորդի Բալեստերը։ Ծնողների, կնոջ, ընկերների հետ արդեն կապ է հաստատել։ Հիմա աչքերը դժվարությամբ է բացում։ Ասում է, դեռ դժվար է հասկանում, ինչ կատարվեց, ինչպես։ Around 8:30. Ժամը 8:30-ի սահմաններում սկսեցինք բարձրանալ Արագած հյուսիսային գագաթը, հյուսիսային ու արևելյան գագաթներն իրար միացնող հատվածով։ Unlucky, yesterday we had a disaster with an avalanche. Բախտներս չբերեց, տեղի ունեցավ ձնահյուսով աղետ։ Հայաստանում որևէ լեռնագնացի արշավականի հետ խորհրդակցել եք, կապի մեջ եղել եք, ճանաչել եք տեղացի արշավականներին։ No. Ոչ, I came here in summer with a friend. ես այստեղ նաև ամռանն եմ եկել, ընկերոջս հետ մի քանի քայլարշավ արեցինք Արագածով։ Այս ձմռանն էլ որոշեցինք այլ ընկերների հետ գալ լեռնադահուկային սպորտով զբաղվելու։ To come here to do mountain ski. Պատմում է, Սարեր բարձրանում է 1997 թվականից։ Մեկ անգամ ինքն է ձնահյուսիսը մի տղայի փրկել, բայց ինքը ձնահյուսի մեջ առաջին անգամ էր հայտնվում։ Ասում է, 25-30 տարի բարձրանում են լեռներ, որևէ երկրում տեղացիների ուղեկցությանը չեն դիմել։ We do it a lot of mountain ski in winter in our country. Մենք մեր երկրում ձմռանը շատ էինք լեռնադահուկային սպորտով զբաղվում։ Ամեն տարի նաև կարճ 7-ից 10 օր ճամփորդություն ենք ունենում մեկ այլ երկիր։ And this day Եվ այս տարի մենք որոշեցինք գալ այստեղ։ Երկուշաբթի էլ թեժ լեռն էին խմբով բարձրացել, սահել, իջել, երեքշաբթի օրվա ուղղությունը Արագածն էր։ when we arrived there, we tried to. Եվ երբ հասանք այնտեղ, մենք փորձեցինք բարձրանալ քայլելով, ոչ թե դահուկներով, քանի որ այն շատ զառիթափ էր, եւ գրեթե հասել էինք գագաթին, երբ լանջին ընկավ ձնահյուսը։ Մեկնարկից մոտ 5 ժամ էր անցել, մոտ ժամը 1:02-ն էր։ Ջորդին այդպես է հիշում, իսկ հետոն էլ չի հիշում։ When I fell inside the avalanche, Երբ ես ընկա ձնահյուսի մեջ, կորցրի գիտակցությունս, եւ առաջին բանը, որ հիշում եմ, ընկերներս են, բահով մաքրում էին ձյունը։ Ասում է, ցրտից, ցավերից, ժամանակի զգացողությունը կորցրել էր։ Այդ ընթացքում թվում էր օգնությունը շատ է ուշանում։ I'm very grateful for. Ես շատ շնորհակալ եմ ուղղաթիռների համար եւ նաեւ այս հիվանդանոցի բժշկին, որը վիրահատեց իմ ոտքը։ Վիճակը բավականին բարդ էր եւ ունենալով տարբեր աստիճանի կոտրվածքներ, շոկային վիճակ, ցրտահարություն, կարծես թե իրենց կյանքին էլ կարող ենք ասել, որ վտանգ էր սպառնում։ Ահազանգից հետո Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավարը մշտական կապի մեջ է եղել փրկարարների հետ, ուղղորդել։ Բավականին բարդ երթուղի էր ընտրված, ամեն մի խումբ չի, որ այդ երթուղիով անցնում է։ Մոտար երկրացիների համար այդ ռիսկը որոշակիորեն անհայտ էր եւ միգուցե դա է պատճառը։ Դեռ փետրվարի 21-ին էր ֆեդերացիան հաղորդագրությամբ տեղեկացրել լեռներում ձնահոսքերի վտանգ կա։ Մարտ ամիսը վտանգավոր ամիս է, անշուշտ, բոլորի համար վտանգավոր ամիս է, որտեղ տաք է, ձյունը շատ է։ Ըստ ներքին գործերի նախարարության հաղորդագրության 9 անձից կազմված արշավախմբի մեկ անդամը անհետ կորած էր։ Որոնողական աշխատանքները շարունակել են լույսը բացվելուն պես եւ ըստ հաղորդագրության արդեն հաջորդ օրը մարտի 12-ին ժամը 10:15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Փրկված արշավականներից որքան է հեռու եղել։ Մոտ 2-300 մետր։ Անհատապես կապված է ամեն մի անդամից։ Ձնահյուսի մեջ ընկած մարդը ինչքանով է պատրաստ նաեւ այդ ձնահյուսի մեջ գոյատևել եւ մենք 2 տարի առաջ մի ուսումնական ձեռնարկ ենք հրատարակել, որը հենց ձյունահյուսերին վերաբերող է եւ սիրով մենք տրամադրում ենք։ Իսկ փրկված 8 անձանցից 2-ը հոսպիտալացման կարիք չեն ունեցել, ստացել են միայն առաջին բուժօգնություն։ 6-ը աշտարակի ու ապարանի բժշկական կենտրոններից տեղափոխվել են Երևան։ Փառք Աստծո, ծանրագույն վիճակում գտնվող պացիենտներ չունենք, 6 պացիենտի շրջանում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չունենք։ Նրանցից ոչ մեկը վերակենդանացման բաժանմունքում չէ հիմա, բայց տարբեր բաժանմունքներում են բուժում ստանում։ Բոլորի մոտ կան տարբեր կոտրվածքներ, սալջարդեր, մեկի մոտ ունենք պատրված վերք, գլխի ճակատային շրջանում ունենք այդ օսկրի կոտրվածք հեմոսինուսիտով։ Այսպիսի դժբախտ դեպքերը հնարավորինս բացառելու համար անհրաժեշտ է համակարգներ դնել, ըստ որի խմբերը, ռիսկային երթուղիները որոշակի արարողակարգով, գործիքակազմով պետք է անցնեն, կարծում է Սուրեն Դանիելյանը։ Նշում այդ ուղղությամբ արդեն իսկ туриզմի կոմիտեի հետ աշխատանքներ են սկսել։ Իսկ այսպիսի դեպքերը շատ են, կա վիճակագրություն։ Արագածում մահվան դեպք, չէ, վերջին 5 տարվա ընթացքում չի եղել։ Մոտ 2 ամիս առաջ նույն Արագածում էլի դեպք եղավ, բայց բարեհաջող ավարտում էլի մեր փրկարարները, մեր լեռնագնացները Գեղարոտի ջրվեժից 2-3 հոգի էվակուացիա արին, իջացրեցին ներքև վնասվածքներով, բայց ողջ։ Now I suppose that I will come
come back again to the mountains. Դե հիմա ես կարծում եմ, որ նորից կվերադառնամ լեռներ։ Կարծում եմ, քանի որ դա մի բան է, որը մեզ դուր է գալիս։ Good day yesterday. Երեք այնքան էլ լավ օր չէր։ Իսկ Արագած I don't think so that I will go there again. Կարծում եմ, որ ոչ։ Իրինամ Կրչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։